Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, բարև ձեզ։ Հանրապետության նախագահի որոշումը հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ հայտնվել է հրապարակային բավականին լայն քննարկումների տիրույթում։ Այստեղ Հայաստանի և Սփյուռքի գնահատականներն անշուշտ կարևոր են և էական, բայց պակաս կարևոր չեն նաև այն կողմերի արձագանքը, որոնք ուղղակիորեն շահագրգռված էին Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելուն։ Այսօր ես կզրուցեմ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանի հետ, բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բարև ձեզ։ Հիմա պատկերավոր ասած գնդակը որտեղ է այս գործում։ Նույն տեղը, Թուրքիայի դաշտում։ Ենթադրելի է, որ հիմա երրորդ կողմում պետք է գտնվի։ Շատ էական է այստեղ երրորդ կողմի արձագանքը։ Այսինքն նրանք, ովքեր պակաս շահագրգռված չէին հարաբերությունների բանալու։ Այո, այդ նախագահի քայլը շատ հստակ ազդանշան էր ոչ միայն Թուրքիայի իշխանություններին, այլ նաև միջազգային հանրությանը, բոլոր այն պետություններին, որոնք շահագրգիռ են, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, որ այն գործողությունները, որը վերջին ժամանակահատվածում ավելի ցցում իրականացնում են Թուրքիայի իշխանությունները, այսինքն ժխտողականության ալիքը, որը բարձրացել է հենց 100-ամյակի տարելիցին ընթառաջ, որ այդ բոլորը հայկական կողմի համար անընդունելի է եւ միևնույն ժամանակ, որ հայկական կողմը մնում է հավատարիմ նրան, որպեսզի առանց նախապայմանների շարժվել առաջ։ Պարոն Քոչարյան, նույն հարցը առաջացել էր ավելի վաղ, որ այնինչ դուք թվարկեցիք, իսկապես անընդունելի էր ոչ թե 6 տարի հետո, այլ 5 տարի հետո, 4 տարի հետո ավելի վաղ հնարավոր չէր գնալ կատարել այս գործողությունները կամ այնինչ կատարում էր թուրքական կողմը դա արդեն մեզ չէր հուշում այս քայլի։ Գիտեք, խնդիրը հետևյալն է, այնուամենայնիվ դիտարկենք նպատակը։ Ինչ նպատակ էին հետապնդում Հայաստանի իշխանությունները, Հայաստանի Հանրապետության նախագահը, երբ որ նախաձեռնեց այդ գործընթացը։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ դա արվում էր հենց հայկական կողմի նախաձեռնությամբ։ Նպատակը շատ պարզ եւ հասկանալի էր։ Երկու հարևան պետություն, չնայած այդպիսի անցյալին, այնուամենայնիվ անհրաժեշտ է գնալ հարաբերությունների կարգավորմանը։ Անընդունելի է, երբ որ 21-րդ դարում կա փակ սահման, չկան դիվանագիտական հարաբերություններ եւ չի երևում որևէ հեռանկար քայլ առ քայլ այդ ամենը կարգավորելու։ Նպատակը դա էր, շատ պարզ նպատակ էր դրված։ Եվ որպեսզի այդ նպատակին հասնել, հաշվի առնելով այն բարդությունները, որոնք առկա են, դրվել էր շատ պարզ մի սկզբունք՝ շարժվել առաջ առանց նախապայմանների։ Հայկական կողմը ուներ շատ արդարացի նախապայմաններ, որոնք կարող էր միշտ էլ արձանագրել։ Քայլ առաջին, Թուրքիա, որպես մենք խոսենք հարաբերությունների կարգավորման մասին, դու պետք է պարտավոր ես, դա քո բարոյական պարտքն է։ Դու պետք է ընդունես եւ ճանաչես հայոց ցեղասպանությունը, որը իրականացվել է քո նախորդների կողմից Օսմանյան կայսրությունում։ Քայլ երկրորդ, դա նախապայման չէր, շատ արդարացի միջազգային իրավունքին լիովին համապատասխան պահանջ կլիներ։ Վերացրու, բացի միակողմանի փակ սահմանը։ 21-րդ դարում չի կարող Եվրոպայի տարածքում, իսկ մենք Եվրոխորհրդի անդամ ենք, չի կարող լինել փակ սահման, որից հետո շարժվել առաջ։ Հայկական կողմը, գիտակցելով այն բարդությունները, որոնք կան այդ կարգավորման գործընթացում, այդպիսի նախապայմաններ չդրեց։ Եվ նույնը ակնկալում ենք Թուրքիայի կողմից։ Ամբողջ բանակցային գործընթացը հենց դրա վրա է հիմնված։ Սակայն արդեն ստորագրման պահին, ստորագրելուց հետո սկսեց թափառնել այդ նախապայմանների առաջադրումը։ Հիմա ձեր հարցը շատ հստակ է։ Արդյոք դա չէ երևում հենց ստորագրման ժամանակ, երբ որ ամբողջ արարողությունը այդքան հետաձգվեց, քանի որ արտգործնախարարը Թուրքիայի, որ այսօր վարչապետն է, փորձում էր նախապայմաններ, իհարկե երևում էր։ Ավելի ուշ էլի երևում էր, բայց խնդիրը կայանում է հետևյալում։ Վերջի ինչ տվեցին այդ արձանագրությունները։ Մի կողմից շատ բացահայտ երևաց Թուրքիայի դիմակը, Թուրքիայի իրական մոտեցումները, Թուրքիայի ոչ պատրաստի լինելը առերեսվելու իր պատմության հետ եւ երկրորդը, որը երևի որևէ դեպքում չի կարելի թերագնահատել։ Դա այն ալիքն էր, որը բարձրացավ Թուրքիայում։ Հենց Թուրքիայում սկսվեց շարժումը։ Որ նպատակն էինք մենք հետապնդում։
Մեր համար մեկ նպատակը դա իրոք անկեղծորեն գնալ հարաբերությունների կարգավորմանը։ Բայց մենք ստացանք առաջինը հենց Թուրքիայի հասարակության կողմից լուրջ արձագանք, լուրջ ալիք, որտեղ արդեն բացայբաց խոսում են, այո, ինչի մասին է խոսքը, եղել է ցեղասպանություն եւ պետք է իշխանությունը ճանաչի։ Ու դա փոքր բան չի, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք այդ ժողովրդի հետ մեր ժողովուրդը պատմականորեն աշխարհագրորեն պետք է կողքի ապրեն։ Արձանագրությունների հետ կանչելը շատ հավանական է եւ գրեթե բոլորը այդ մասին էին խոսում հանրապետության նախագահի մակում ելույթից հետո։ Այո։ Բայց էլի հապաղում տեղի ունեցավ, էլի որոշակի ժամանակ անցավ, կարծես էլի նույն սպասողական Գիտեք, իրականում եթե խոսքը գնար ընդհանուր առմամբ չեղյալ հայտարարելու այդ ստորագրությունը եւ ասելու գոյություն չունեն, դա մի քայլ կլիներ։ Տվյալ պարագայում կատարվել է այլ քայլ։ Քայլը կայանում է նրանում, որ մենք նորից այդ ազդանշանը տվել ենք, որ թույլ չենք տա այդ բոլոր աղավաղումները, այդ ժխտողականությունը, այդ փորձերը կապված նույն սահմանի հետ, կապել Ղարաբաղի հետ, անընդհատ ինչ-որ ներողություն, անհետետ, մեկ խնդրել ասել, դե մի երկու հատ տարածք տվեք, մի տարածք տվեք, այնպիսի տպավորություն է, որ թուրքական կողմը մեր ազգային լրջագույն խնդիրները կարծում եմ, որ սակարկության առարկա են։ Պարոն Քոչարյան, հենց այս օրերին, միգուցե չգիտեմ ինչու աննկատ մնաց դա, բայց թուրքական կողմից եւ իշխանության առաջին դեմքերի մակարդակով հնչում են գոնե մի շրջան հետ տվել։ Արդեն գոնե Դուք հետ հասկանալի է։ Մենք դրան չարձագանքեցինք, կարիքը չկար։ Որովհետեւ անլուրջ է նախ առաջինը։ Ի սկզբանե ամբողջ այս գործընթացը հիմնված է նրա վրա, որ Ղարաբաղյան խնդիրը չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ Հենց սա վառ ապացույց է այն հանգամանքի, որ Թուրքիան նախապայմաններով է առաջնորդվում։ Իսկ նախապայմանների դեպքում մենք որևէ արձագանքի չպետք է արձագանքենք, մենք ընդհանրապես արձանագրում ենք, որ մենք շարժվում ենք առանց նախապայմանների։ Մեր նմանատիպ արձագանքը կարող էր լինել մի հատ բացի սահմանը հետո խոսենք, հələ մի հատ ճանաչի ցեղասպանությունը հետո խոսենք։ Դուք ուշադրություն դարձրեք, որ այդ տեսակետից հայկական կողմը եղել է շատ պարկեշտ խաղի կանոնները պահպանող։ Այնքան ժամանակ, քանի դեռ լիովին չի փակված հեռանկարը այդ կարգավորման գործընթացը իրականացնում։ Մի բան վերադառնանք այն դժգոհություններին, առավելապես հայաստանյան դժգոհություններին, որոնք առկա են անմիջապես արձանագրությունները ստորագրելուց հետո, երբ շատ էր հղում արվում, որ այս արձանագրությունները այս տեսքով միակողմանի են եւ ավելի շատ բխում են Թուրքիայի շահերից։ Հիմա Թուրքիային պատկերացնենք այստեղ, եթե Թուրքիայի շահերից էր բխում, ապա ինչն էր նրանց հետ պահում այս արձանագրությունները ստորագրել։ Ակնհայտ է, որ եթե իրեն շահերից բխեր, իրենք արդեն վաղուց կվավերացնեին եւ կփորձեին կյանքի կոչել։ Այսինքն սա այն դեպքն է, որ դրա համար եմ ես հիշեցնում հայաստանյան դժգոհությունները այն այո, բայց մենք հիշենք նաեւ տեսեք այն հանգամանքը, որի վրա շատ անգամ շեշտադրում է արվում, միակ հանգամանքը, որ արձանագրությունների չստորագրման, լիարժեք այդ գործընթացը ավարտելու կողմնակիցները նշում են, որ դրանով ճանաչվում է սահմանը եւ այլն եւ այլն։ Մյուս կողմից, եթե մենք հիշենք այն քննարկումները, որոնք եղան Թուրքիայի ազգային ժողովում, երբ որ Դենիս Բայկալը իրենց կուսակցություններից մեկի ղեկավարը բացայբաց ասեց, այս ինչ եք անում, ինչու չեք ֆիքսել, որ ներկա սահմանն է, ինչու չեք հաղում կատարել Ղարսի պայմանագրի վրա, որը ամբողջ այդ բանակցային գործընթացում թուրքերի երազանքներ, ապա մենք տեսնում ենք, որ այն կողմից էլ ճիշտ հակառակն է։ Այսինքն սա այն դեպքն է, երբ որ առաջ շարժվելու համար շատ անգամ հարցեր կան, որոնք ուղղակի պետք է չի հստակեցնել, կողմերը կարող են մնալ իրենց դիրքորոշումներում, բայց այնուամենայնիվ նպաստեն, որ լինի առաջընթաց հարաբերությունների հաստատման կարգավորման հարցում։ Բերեք ուշադրություն դարձնենք նաև այն պահի վրա, երբ արձանագրությունները հետ կանչեց նախագահ, ինչու ընտրվեց այս պահը։ Գիտեք, իհարկե դա նախագահի որոշվելիք հարցն է, բայց դրա մասին ինքը այո ահազանգեց դեր գլխավոր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից, որ այն վարքագիծը, որը դրսևորում են թուրքական իշխանությունները, պարտադրում են դրա մասին մտածել։
Մյուս կողմից այս ժամանակահատվածում տեղի ունեցան բավականաչափ բուռն զարգացումներ եւ տարածաշրջանում եւ մեզ մոտակա հատվածում եւ ընդհանուր առմամբ աշխարհում տեղի ունենում շատ բուռն զարգացումներ եւ միաժամանակ 100-ամյա տարելիցից առաջ Թուրքիան նույն իր ժխտողական քաղաքականությունը արդեն նոր կերպարանքով հետևողականորեն շարունակում է իրականացնել։ Մասնավորապես իհարկե շատ անպարկեշտ քայլեր, երբ որ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախագահը Թուրքիայի նախագահին ապրիլի 24-ին մասնակից լինելու այդ արարողությանը, որը լուրջ քայլ կներ, թույլ կտար առաջ գնալու, ի պատասխան տեղափոխել Գալիպոլիի ճակատամարտի օրը, հենց նշելու օրը, հենց ապրիլի 24-ին եւ առանց պատասխանելու հրավերին, հրավիրողին այդ նույն օրը Թուրքիա։ Իհարկե, դա արդեն բոլոր բարոյական նույնիսկ կանոններից դուրս քայլեր։ Պարոն Քոչարյան, ես չեմ ասում, որ դա պատասխաներ այդ հրավերին, բայց այդ բոլորը հենց այդ մոտեցումը եւս ցույց է տալի, որ ցավոք սրտի Թուրքիայի իշխանությունները արդեն իրականությունից բավականին կտրված են իրենց բոլոր մոտեցումներում։ Ներհայաստանյան մի քանի դիտարկումների վրա ուշադրություն դարձնենք։ Շատ է ասվում, որ արձանագրությունների հետ կանչը ուղիղ կապ ունի 100-ամյա տարելիցի հռչակագրի հետ։ Անկամ բխում է հռչակագրի տրամաբանությունից։ Գիտեք ինչ, նո հռչակագիրը դա մի ինձ բացառիկ երևույթ էր մեր իրականության մեջ, երբ որ մի տեքստ է ընդունվում, եւ այդ տեքստը ընդունելիս մասնակից են այդ տեքստի մշակմանը, խմբագրմանը, վերջնական տեսքի բերելուն, ըստ էության բոլոր հայկական կառույցները, լինեն դա պետական, լինեն դա կրոնական, հասարակական, քաղաքական, այդ տեսակից բնական է, որ այդ տեքստը իր մեջ պետք է պարունակեր այդ բոլոր արկա մոտեցումների արտահայտում։ Իհարկե ոչ թե մեխանիկական իրար կապցնելը, այլ դրա մեջ պետք է լիներ այնուամենայնիվ այդ բոլորի արտահայտությունը, ինչը եւ իրենից ներկայացնում է այդ հռչակագիրը։ Ներքին տրամադրությունները կապ ունեն այս քայլի հետ։ Ներքին տրամադրությունները դա շատ արդարացի դժգոհությունն է։ Շատ արդարացի դժգոհությունն է ամեն օր, երբ հնչում է Էրդողանի կամ Դավիթ Օղլուի այս կամ այն անպարկեշտ արտահայտությունը, մեկ վիրավորում են մեր սփյուռքը, մեկ հակառակը փորձում են ասել, պարզում է, որ հայոց սփյուռքը, այսինքն այն մարդիկ, որոնք մազափորձ են եղել ցեղասպանության ժամանակ, ընդհանրապես իրենց համայնքն են։ Դա շատ ավելի վիրավորական է սփյուռքի համար, քան ուղղակի կպնելը։ Այսինքն դա չի կարող չվրդովեցնել երկհասարակության մեջ կա վրդովմունք այդ պահվածքից, որը արկա է Բայց մյուս կողմից ես նորից եմ ուզում արձանագրել, շատ կարևոր է, որ հենց այդ նույն հարցերում հակահարվածը գալիս է նաև Թուրքիայի ներսից։ Առանցին եւ քաղաքական գործիչներ, եւ մտավորականներ, եւ գիտնականներ ուղղակի մատնանշում են այդ կոպիտ անպարկեշտ քայլերը, սխալները, որը իրականացնում են Թուրքիայի իշխանությունները։ Թուրքիայի առաջին արձագանքները կան իշխանության արդեն, վստահ եմ դուք էլ եք ծանոթ, արտգործնախարարության կողմից կա, մեզ ոչ անկեղծ լինելու մեջ են մեղադրում, ուղղակի չի ասում տակը, թե ոչ անկեղծի ինչ է ենթադրում այստեղ։ Շատ մեծ, գիտեք ինչն է, շատ վախկոտ։ Մենք որտեղ անկեղծ չենք եղել, սա է հարցը։ Արձագանք է, նույնիսկ չկա դրա հեղինակը, մամուլի խոսնակի ով Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնում են, որ այդ քայլը սխալ էր, ներողություն։ Այսինքն դուք եք գնահատելու մեր քայլերը սխալ էր եւ անկեղծություն մեջի չի պարունակում։ Այ քեզ բան։ Այդ որ անկեղծության մասին է խոսում Թուրքիայի իշխանությունը, որի վարքագիծը մենք մինչև այդ վեր ենք լուծում։ Իրենց ամեն մի քայլ ցավոք սրտի պարկեշտության են, տարական մարդկային նորմերից ցավոք սրտի։ Այլ պատկերը զանգվածային լրատվամիջոցներում շատ մեծ կարևորություն են տալիս եւ առաջին էջերում է հայտնվել մեր քայլը։
թուրքական լրատվամիջոցներում, բայց դրա մասին առանձին հետո առիթ կլինի խոսել։ Հիմա պրոցեդուրալ ինչ է սպասվում այստեղ։ Մենք երբ ասում ենք արձանագրությունները հետ են կանչում, ստորագրություններին ինչքանով է սա առնչվում։ Չի առնչվում։ Խնդիրը կայանում է հետևյալում։ Մեզանում գործընթացը ստորագրելուց հետո գնաց ըստ բոլոր ընթացակարգերի ներպետական, այսինքն եղավ սահմանադրական դատարանի որոշումը, մտավ ազգային ժողով, եւ պետք է արդեն ազգային ժողովում գնային քննարկումներ, կոմիտեներ, հանձնաժողովներ, լիագումար նիստ եւ այլ եւ այլ։ Բայց այդ բոլորը կանգնեցվեց հենց այն պատճառով, որ թուրքական կողմը սկսեց խոսել նախապայմաններով։ Թուրքիայում էլ ըստ էության ֆորմալ առումով ազգային ժողովում է, բայց հիշեցնեմ իրենց արտաքին հարաբերությունների նախագահ Մերջյանի հայտարարությունը հրապարակային, ասել է ինչ տարբերություն այդ արձանագրությունները կլինեն կառավարության դարագում, թե իմ դարագում, միևնույնն է գործընթաց, միևնույն է քայլեր չեն իրականացվելու։ Բացայտ ասել է։ Հիմա մեր մոտ ազգային ժողովում էր եւ այս մոտեցումը միևնույն է քայլեր չի իրականացվելու, բերում էր նա, որ մեր մոտ քայլեր չի իրականացվում։ Բայց մյուս կողմից նաև տրամաբանական չի, եթե ազգային ժողովում է տարբերություն Թուրքիայի, որը կարող է այս կամ այն նախագիծը տարիներով պահել այդ։ Նա հայտարարել է սառեցնելու մասին։ Նա քայլեր չի ձեռնարկում, բայց սառեցրել է արձանագրությունները։ Դիվանագիտական վերաբերմունքը այդպիսին է նրան։ Դա մենք ենք հայտարարել։ Մենք էլ ենք հայտարարել այդ նախագահը, որ այդ գործընթացը արկախում է, բայց արկախել նշանակում է, որ արձանագրությունները գտնվում են այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում են, այսինքն ազգային ժողովում։ Այսինքն մենք ունենք նաև հաջորդ քայլը անելու, ես դա եմ ուզում հասկանալ։ Մեր հաջորդ քայլը։ Մենք ունենք տարբեր քայլեր անելու, մենք կարող ենք եւ ընդհանրապես ստորագրությունները չեղյալ հայտարարել, մենք կարող ենք եւ վավերացնել, այսինքն ամեն ինչ կախված է ապագա զարգացումներից։ Ինչպիսին կլինեն զարգացումները, ինչպիսին կլինի Թուրքիայի պահվածքը, կփոխվի, դեպի որ կողմ կփոխվի։ Նույնպես որ մենք քայլեր ունենք տարբեր ուղղություններով, բայց ամենակարևորը կայանում է նրանում, որ տվյալ պարագայում կրկին այդ ֆուտբոլային տերմինաբանությամբ ֆիքսվեց, գնդակը իրենց դաշնում է եւ ակնհայտ է, որ շահագրգիռ պետությունները, միջազգային հանրությունը սպասելու է քայլեր Թուրքիայի կողմից։ Դե նրանք չարտահայտվել էլ չեն կարող, պիտի ասեն հետագան ինչպիսին է լինելու։ Հիմա հետագայի մասին, մեր այս քայլը ենթադրում է, որ մենք այդ թուրքական հարաբերություններում Թուրքիայի հետ վերջակետ ենք դնում, թե նոր փաստաթղթի հավանականություն։ Ոչ, այ հենց սա նշանակում է, այ եթե մենք ընդհանրապես նախագահը, եթե ընդհանրապես չեղյալ հայտարարի ստորագրությունը, այդ ուրիշ բան, դա կնշանակեր, որ ոչ մի բան ստորագրված չի, այսինքն այն ստորագրվածը համարվում է չեղյալ, սկսում ենք նոր։ Հասկանալի։ Իսկ տվյալ պարագայում դա ամենևին դա չի նշանակում, դա ընդհանրապես դա նշանակում է, որ այս պարագայում ազգային ժողովից նախագահը հետ է վերցրել եւ կապված թուրքական կողմի քայլերից ինքը հնարավորություն ունի կողմնորոշվելու։ Որպես եզրակացություն, այս 6 տարիները ում օգտին աշխատեցին։ Ավարտում ենք, պարոն Քոչարյան։ Ովքեր ինչ։ 6 տարիները ում օգտին աշխատեցին։ Ну, ես արձանագրեցի մի հանգամանք, առաջինը դա Թուրքիայի հասարակությունում այն ալիքը, որը բարձրացել է եւ որը արդեն դժվար է կասեցնել։ Սա մեկ։ Երկրորդը, հիշենք, որ այդ ժամանակահատվածում երկու պետություն քրեականացրին շղթողականությունը, ու պատահական չի։ Թուրքիայում սկսվեց շղթողականության ալիք եւ միևնույն ժամանակ արդեն Հունաստանը վերջերս, Շվեյցարիան քրեականացրին։ Իհարկե Շվեյցարիայի դեպքը հետաքրքիր դեպք է կապված Պերինչեկի դատավարության հետ, որի դեռ վերջնական դատավճիռը մենք կստանանք, բայց ամեն դեպքում դա շատ լուրջ արձագանք էր արդեն շղթողականության դեմ։ Այնպես որ կարելի է դիտարկել, որ կողմը ինչ ստացավ այդ տեսանկյունից, բայց ամենաեականը նա է, որ երևաց, որ Հայաստանի իշխանությունները իրոք անկեղծորեն ձգտում էին եւ ձգտում են, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները, եւ մենք որևէ քայլ չենք արել այդ խաղի կանոններից դուրս։ Այն ինչ որ ես սկզբանե ասեցի, առ այսօր որևէ նախապայման մեր կողմից առաջ չի քաշվել, ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, որոնք անընդհատ
առաջնորդվում են նախապայմաններով։ Շնորհակալություն։ Այսքանը արտադրությունների եթերում արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյան։ Հաջողություն։